այս հարցին էլ անդրադառնանք, տեսեք, դուք բացատրություն ունեք, գործարար, շատ հայտնի գործարար, Աշոտ Արսենյան, Ջերմու գրուպի հիմնադիրներից է եղել, կարողացել այսպես շատ հաջող բիզնես ծավալել, հայտնի է, չի ճակցել Հանրապետական կուսակցության անդամ է եղել երկար ժամանակ, Սերժ Սարգսյանի ընկերը, բարեկամը, անգամ 21 թվականին, երբ որ նստած էր այդ հավաքի ժամանակ, նախընտրական փուլում, որպես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, հենց այնտեղ Սերժ Սարգսյանն ասում է, որ հաջորդ քայլը լինելու է, որ Ջերմուկի բարձունքին բերելու է նստացնելու է թուրքերին, դա այս մարդը էս էլ իր որդին է, որ դեպարտ հայրենիքը, այո, եկել է ինչ-որ բանի, մարդը հաստատ չգիտեմ քանի միլիոններ ունի, այո, կեցեք, այո, այս ամեն ինչի ունի եւ ցեղասպանություն իրականացնելուց հետո, Արցախի կեսը հանձնելուց հետո 5000 զոհ, 13000 զոհ, այս ամեն ինչից հետո այս մարդը որդին, հա, ես դες ասեմ, որ այս ընթացքում նաեւ բիզնես, ճոխ բիզնես ծավալելու հնարավորություն է իրեն տրված, շենքերը կառուցում, թաղամասեր, այսինքն այլ տեղերում միլիոններ, միլիարդներ աշխատելու հնարավորություն, այո Այդ հնարավորությունը ինքը իհարկե տենց շատ գեղեցիկ հարկա ասում են, մամուլում էր գրված հարկաբաժիններ են նվիրում Սուրեն Պապիկյանին, օրինակ ինչի համար են, որ ցես մոխրացան, հա, բանի մեջ կառույցում այդ զինվորները դրա համար։ Այս Սուրեն Պապիկյանին ու ժամանակ որ այդ բարձունքները ամբողջությամբ հանձնվեցին, Ջերմուկից հանձնվեց, երևի դրա համար է, պարգևավճար է տալիս այս մարդը։ Հետո այս հենց այդ նույն ժամանակահատվածում սա ԿՊ-ական է դառնում, ԿՊ-ի քաղաքապետ ղեկավարումը ԿՊ-ին ձայն է, պատկերացնում եք, հիմա էլ մարզպետ է դարձել այս որդին եւ ասում է, ում ապուշի տեղ դրել, ասում է որդին, ասում է, հա, որ խաղաղության բանը թուղթ լինի Ջերմուկի բարձունքից, իբր թե թուրքերը կգնան, այ տղա ջան, 1000 անգամ ասեց, հեսա Գեղարքունիքի սա բաները տալիս ենք, հետ են քաշվելու, որտեղ են հետ քաշվել, ուր են գերիները։ Միշտ իրենց հարստությունը ավելի գերակա են համարում, քան հայրենիքը։ Մեր ազգի դժբախտությունն է դրա մասին նաև իր հայրական տունը այնտեղ է, այնտեղ հյուրանոց չկա, այդ կրակի տակ է, դու թուրքին այս տղան, թուրքին բերեն նստացել այդ բարձունքին։ Շինարարությունն է ծավալում։ Հաշվար կարել է, այստեղ արդեն շատ է։ Այստեղ արդեն ռիսկային գոտի դուրս է գալիս, հիմա պետք է նոր իշխանությունների հետ լավ լինել, որպեսզի նոր շինարարություն։ Տիկին Դիլբարյան, մի օրինակ բերեմ։ Անհայրենիք լինել։ Հովիկ Աբրահամյանի օրինակը բերեմ, որդին հրաշալի հարաբերություններ ասում են մամուլում, գրում են ունի ԿՊ-ի հետ։ Տեսեք ինչ օրն է գցել Հովիկ Աբրահամյանի, տունը խլեց, ամբողջ կարողությունը խլեց, այսինքն դուք ում հետ եք գնում ինչ որ բան պայմանավորվելու։ Դուք չգիտեք հաջորդին ձեր հարցերն է լուծելու Նիկոլը։ Գիտեք, երբ մարդու մեջ չկա այդ հայրենիքի զգացողությունը եւ կա միայն փողի եւ անձնական բարեկեցության զգացողությունը, այդ մարդիկ ծառայում են մամոնային։ Եվ իրենք դրա դասական օրինակն են։ Եվ իրենց անընդհատ բավարար չէ, իրենք մի բանը կկորցնեն, հիմա կհաջողանան նոր իշխանություններ։ Ես ես ասեմ, հիմա իշխանությունները փոխվեն, իրենք կփորձեն նոր իշխանություններին գնալ իրենց ծառայությունները առաջարկել։ Այսինքն բայց կարող թուրքերը գան, բայ դեպքում ինչ կլինի։ Ինչ իմաց, գուցե թուրքերին գնան առաջարկեն։ Դու գիտեք, չէ, ես քանի որ իրենց միջավայրում շատ շատերին Տիկին Դիլբարյան, շատ շատերին անձամբ գիտեմ, շփվել եմ նախկինում ոմանց հետ հիմա ես շատ լավ գիտեմ, ասենք իրենք իբրնենց արժանապատվությունը, դե թող մի տղա, դե թող մեկը իրանց հասցեին մի բան ասի, դե թող կգնան 10 թիկնապահ կուղարկեն, հա, կծեծել կտամ, չէ։ Չէ, ծեծել կտան, կհայհոյեն, կնստեն տղանով, սրա նրա պատվից կխոսեն, չգիտեմ, ինչ կանեն, հա, այս ամեն ինչը կանեն, բայց որ բերել են իրանց բարձունքին թուրքերին նստացրել են, 5000 են, այդ ոչինչ։ Դա ոչ։ Այդտեղ չկա արժանապատվություն։ Այս կեցվածք ընտունեն իրաց արժանապատվությունը նրանք անհայրենիք մարդիկ են։ Հա։ Նրանց հայրենիք։ Չուզում հասկանամ, չկա այդտեղ արժանապատվություն։ Չէ, այդ մարդիկ չունեն արժանապատվություն ունեն այն մարդիկ, ովքեր ունեն հայրենիք։ Այն հիշում եք Մարիամ ինչ էր Գյումրիում այդ որ տեխնացիոնը դրել էր բանից Մարտուն Գրիգորյանը որ ասում էին բանը վիրավորված է 30 տարի առաջ ինչ որ հարց ա եղել Վարդան Ղուկասյանի հետ բա հարց չկար այդ 5000 զոհին որ 5000 զոհ են տվել այդտեղ դուք այտենց տղերք չեք այտենց արժանապատվություն չունեք Գրիգորյանը եկավ պաշտպանեց Վարդան Ղուկասյանին Եկեք զուգահեռ չանցկացնենք, որովհետեւ հա, կեց է, վերջում կեց է, ճիշտ եք։ Հետո ինքը մտածեց։ Այո, կեց է։ Եվ հասկացավ, որ կան շատ ավելի վեր բաներ, որը հայրենիք։ Այնուամենայնիվ ինքը վերջում շատ ճիշտ որոշում կայացրեց։ Ձեր ասած մարդիկ հայրենիք չունեն։ Իրենք անգամ նրանք, ովքեր Արցախի բացարձակ հայաթափումից եւ ցեղասպանությունից հետո շարունակում են պաշտոններ ստանալ այս իշխանությունից
Նրանք ինձ համար դասական, անհայրենիք, դրամապաշտների եւ անձնապաշտների մի շերտ են, որը շատ վտանգավոր է եւ մեր ազգի, այսպես ասենք, ձախորդությունների պատճառը բոլոր դարերում եղել են նման մարդիկ, որոնք ոչ թե հարուստ մարդիկ են։ Ասեմ իրենց պատասխան, դե մեզանից ի՞նչ է կախված, մեզանից բան կախված չի։ Ոչ, յուրաքանչյուր երկրորդ նախագահի գրպանը, երրորդ նախագահի, թող իրենք անեն, բայ իրանի որտեղ է հիմա կարող է ասել իրենից բան կախված։ Ռուբեն Վարդանյանը, այո, կախված է, բոլորից էլ կախված է։ Այդ գիտեք ով հասկացավ իրենից բանը կախված։ Ռուբեն Վարդանյանը հասկացավ։